Տավուշը հիշում է, այս խորագիրն էր գրում մայիսի 9-ին Բերդ քաղաքում անցկացված միջոցառումը, որը նվիրված էր հայերենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին։ Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր երթով, որին մասնակցում էին Բերդի տարածաշրջանի բոլոր 17 բնակավայրերի ներկայացուցիչները։ Հավաքված բազմությունը քայլում էր միասնականությամբ ու հարգանքով, կրելով հաղթանակի հիշողությունը սրտերում։ Երթից հետո միջոցառումը շարունակվեց Բերդի համայնքապետարանի հարակից բակում։ Միջոցառման մեկնարկը տրվեց տերունական աղոթքով։ Այնուհետև ելույթ ունեցան Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ Քահանա Միրզոյանը, համայնքապետ Աստղիկ Հակոբյանը եւ Պահեստազորի գեներալ լեյտենանտ Ադրանիկ Մակարյանը։ Այսօր մենք նշում ենք հայնական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձը, որի իրականացման համար իրեն հսկայական եւ ծանրակշիռ դերն է ունեցել մեր տաղանդավոր հայ ժողովուրդը։ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը ազգաբնակչությունը կազմում են ընդամենը 1,50,000 մարդ։ Այդ 1,50,000 մարդուց ռազմաճակատ է մեկնել 300,000-ը։ 200,000 հայորդի Սովետական միության այլ տարածքներից եւ 100,000-ը Սփյուռքից։ Այսպիսով երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են շուրջ 600,000 հայորդի։ Վստահ եմ, որ մենք չենք հանդուրժելու, չենք համակերպվելու պարտության հետ, մենք պարզապես չենք կարող ապրել պարտված եւ մեր պետությունը ուժ կգտնի իր մեջ, դարձյալ կամախմբի մեր ազգի ամբողջ ներուժը եւ մենք նորից կազատագրենք մեր Արցախը, մենք կազատագրենք հայկական Շուշին եւ կվերականգնենք մեր եռատոնը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ կեցե այն հաղթանակները, որ մեր դես սպասում են։ Շնորհակալություն։ Տոնական միջոցառման մշակութային մասը հարստացրին Բերդի համայնքային մշակույթի տասաները, պարային եւ գրական բանաստեղծական գեղեցիկ համարներով։ Շնորհակալ եմ բոլորիդ այսօրվա միջոցառման ներկա գտնվելու համար։ Թող մեր միասնականությունը, ուժ ու եռանդ, ոգևորություն ներշնչի, ունենանք նոր հաղթանակների հանուն մեր սուրբ երկրի։ Միջոցառման մի մաս էր կազմում նաև տաղանդաշատ փոքրիկների նկարների ցուցահանդեսը, որտեղ յուրաքանչյուր նկարում արտացոլված էր նրանց հայրենասիրությունը։ Ներկաները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների հիշատակին։ Ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված տավուշչիների 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողների եւ այն հայտ զինվորի հուշարձանի մոտ։ Միջոցառումը եզրափակվեց հաղթական քոչարի օր, խորհրդանշելով հպարտությունը, միասնականությունը եւ ապագայի հանդեպ մեր հավատը։